Բարև ձեզ հարգելի լրագրողներ, առաջիկա 1 ժամվա ընթացքում պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին, խնդրեմ։ Նախ հնարավորություն ձեռեք Շնորհակալություն, պարոն վարչապետ, օրերս հաղորդագրություն տարածվեց, որ ստեղծվել է Կարս-Գյումրի ենթակառուցվածքների վերականգնման առաջին աշխատանքային խումբը։ Այս գործընթացը ինչ փուլում է, արդյոք կան ժամկետներ, թե ոչ։ Երկրորդ հարցս վերաբերում է ջրանջատումներին, կան բավականին բողոքներ, շատ բողոքներ այս առումով։ Ֆրանսիայի նախագահի հետ ստորագրված փաստաթղթերից մեկն էլ վերաբերում է Վիոլիա ջրի հետ գործակցության վերանայմանը, ինչ է սա ենթադրում եւ ինչ խնդիրներ է լուծում։ Ես ասել եմ, որ առաջիկա 5 տարվա ընթացքում ջրային խնդիրները լինելու են կառավարության 5 առաջնահերթություններից մեկը, որ հանրապետությունում չնայած մեծ ներդրումներին, այնուամենայնիվ ջրային խնդիրները շարունակում են մնալ շատ հրատապ, մեր ենթակառուցվածքների մաշվածությանը ավելանում է նաև կլիմայի փոփոխությունը եւ մենք այս ուղղությամբ պետք է ակտիվ աշխատանքներ իրականացնենք։ Նախկին ասուլիսներից մեկի ժամանակ էլ ես ասել եմ, որ իմ կարծիքն այն է, որ մենք Վիոլիա ջուր ընկերության պոտենցիալ ամբողջ ծավալով չենք կարողացել օգտագործել եւ մենք պետք է այդ համագործակցությունը առավել արդյունքահենք դարձնենք եւ որպեսզի ջրային խնդիրները լուծենք, այդ թվում առաջնահերթ կարգով ապահովելով Երևանի, Գյումրիի եւ Վանաձորի շուրջօրյա ջրամատակարարումը եւ իհարկե մյուս բնակավայրերում էլ այդ խնդիրը հերթով լուծելով, ինչպես նաեւ ռոռոկման ջրի հասանելիությունը էականորեն բարձրացնելով եւ դա մեզ համար ռազմավարական ծրագիր է։ Ինչ վերաբերում է Կարս ախալքալակ երկաթուղուն, նախկինում էլ այդ թեմայով խոսել ենք, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ եւ այս պայն ժամկետների մասին խոսք դեռ չեմ կարող որևէ բան ասել, որովհետեւ բազմաթիվ տեխնիկական գնահատման աշխատանքներ կան։ Հիմա էլ մենք աշխատանքի ընթացքում տեխնիկական խնդիրներ ենք հայտնաբերում, որոնց մասին օրինակ մի ամիս առաջ չգիտենք, 2 ամիս առաջ չգիտենք եւ այդպես շարունակ, որովհետեւ չենք զբաղվել 40 եւ ավելի տարիներ, չէ 40 մոտ 40 տարի չենք զբաղվել պատշաճ այդ ենթակառուցվածքով, պետք է հիմա գնահատենք կարիքներ եւ անցնենք գործի։ Շնորհակալություն, քանի որ նախորդ բաժանվածի ժամանակ ձեր գեղեցկուի խոսնակը հնարավորություն չտվեց ինձ հարց տալու, այսօր տեղը հանեմ, մի քանի կարճ հարց տամ, վերջին էլ ինչպես միշտ։ Նախ Մեդվեդևը ձեզ եւ Զելենսկուն ըստ երևույթին, ձեզ եւ Զելենսկուն անվանել էր երկու անուղեղ ռուսաֆոբներ, եթե դա ձեր մասին ապա ինչպես կարծեքանք եք, ու չեք կարծում, որ Մակրոնի այցը իր բոլոր դրական նշանակությունները, որ նման մեծ մասշտաբի մարդիկ են եկել Հայաստան, ավելի շատ հանուն նախընտրական շրջանում ձեր ռեյտինգը բարձրացնելու էր եւ ընդդեմ Ռուսաստանի եւ կարող է դա քաղաքական առումով հետևանքներ թողնել։ Ռուսաստանի մասով մի քանի օր առաջ Տագաբերտում ձեր Սասունա Միքայելյան այսպեսի հայտարարություն արեց, որ Հայաստանը 30 տարի եղել է Ռուսաստանի կազմում եւ հիմա այս ընտրություններով մենք պետք է վերջնականապես դուրս գանք Ռուսաստանի կազմից։ Հետաքրքիր է դա դուք եք իրեն հուշել, թե ինքը սեփական ուժերով գլխի է ընկել, որ մենք անկախ պետություն լինելով Ռուսաստանի կազմում ենք եղել, եթե այդպես է, ինչի է մեր վալյուտան դրամը, ինչի մեր անձնագիրը կապույտ, այլ ոչ թե դեռևս կարմիր, ինչի մեր հիմնը Մատուշկա Զիմլինչի օրինակ, եւ դուք ոնց եք վերաբերվում, օրինակ Պուտինը տեղեկ է, որ մենք իրենց կազմում ենք եղել այսքան տարի։ Մի կարճ հարց էլ դուք անընդհատ էլ ռուսաֆոբության հետ մասով անընդհատ Սամվել Կարապետյանին անվանում եք կալուգացի օլիգարխ։ Այդ մարդը միշտ Հայաստանում հայտնի եղել որպես Տաշիրի Սամվել ու գնացել թեկուզ այնտեղ հարստացել եկել այստեղ ներդրում արել իր համայնքը ինքը վերջերս իդեպ այդ մասին խոսում էր, որ իր տարածաշրջանը հայտնի է դարձնել, դուք հատուկ այդտեղ շեշտում եք կալուգացի։ Դա հատուկ է կանոն, որ այդպես ռուսականություն հաղորդեք, թե Ռուսաստանի հանդեպ սեր կա հատուկ կալուգայի հանդեպ։ Եվ վերջին հարցը
էլի fake news-ին է վերաբերում։ Մի քանի օր առաջ էլի հենց իրենց թիմից Նարեկ Կարապետյանը ցույց էր տալիս, թե ինչպես է հանրային հեռուստաընկերությունը, որը իդեպ պետք է ծառայի հանրությանը, բայց շատերի կարծիքով նաև ձեր կնոջ ընկերուհու ենթադրաբար թեթև ձեռքով Լուսինե Բարսեղյանի ծառայում է ԿՊ-ին, fake news էր տարածել, որ ընդդիմադիրների վարչապետի տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն է։ Էլի ուզում եմ հասկանալ, դուք եք իրենց հուշում, որտեղ ձերոնք էլ են ձեր թիմակիցները այդպիսի հայտարարություններ անում, թե իրենք ինքնուրույն գլխի են ընկել, որ Քոչարյանն է։ Այդ մարդիկ մեռան ասելով, որ մենք մեր ձայները չենք տալու Քոչարյանին։ Էլ չեմ ասում, դուք էլ անընդհատ հայտարարում եք, որ Քոչարյանը անգամ շանս չունի խորհրդարան անցնելու, եթե շանս չունի խորհրդարան անցնելու, ո՞նց է իրենց վարչապետի տեխնացուն։ Մարդիկ ասում են չենք տալու, ախպեր ջան, չէ, էլի, նիետ, ավարտում եմ ելույթս։ Նիետ, ասում եմ, չենք տալու այդ մարդուն։ Հիմա դուք հատուկ ասում եք, որ Քոչարյանն է։ Հիմա հետաքրքիր է կներեք անկեղծությանից համար Քոչարյանն է ձեզ փող տվել, որ դուք իրեն անընդհատ տենց ռասկրուտ կանեք, իրենց պահեք քաղաքականության մեջ, թե դուք եք իրեն փող տվել, որ շարունակի այդ տարիքում մի անգամ պարտվելուց հետո էլի մնալ քաղաքականության մեջ եւ ինչպես ասում են, ձեր համար դառնա բոքսի տանձիկ, դուք էլ տենց անընդհատ հարվածեք, իրեն թիրախավորեք, իր միջոցով մեզ վախեցնեք, ու էլի սարքեք տենց թիրախ, որ ընդդիմության ձայները փոշիացնեք։ Իրոք հետաքրքիր է, վերջը Չէ, յավարդե սա։ Ի վերջո, եթե մարդիկ ասում են, որ չեն տալու ձայն, դուք ինչու եք անդադար ասում, ասենք թե համապատասխան հասկացանք եւ ոչ։ Ես այն հայտարարությունները, որ չեմ լսել կամ չեմ կարդացել, չեմ մեկնաբանում, ձեր նշած հայտարարությունները ինձ ծանոթ չեն։ Ինչ վերաբերվում է Տաշիրում արված ներդրումներին, ես կարծում եմ, որ ձեր նշած անձը Տաշիրում չի արել կառավարության արած վերջին տարիներին կառավարության արած ներդրումների նույնիսկ 10%-ը Տաշիրում եւ չէր էլ կարող անել, որովհետեւ չի կարող որևէ մեկը կառավարության համապատասխան ներդրումներ անել։ Մենք այնտեղ դպրոց են կառուցել, ճանապարհներ են կառուցել, սուբվենցիոն ծրագրեր են կառուցել եւ այդ ընդհանրապես տրամաբանությունը, որ ինչ որ անձ Եթե տանձինք, այսինքն Հայաստանում անձեր կան, տենց բդեշխային տրամաբանության ինչ որ տարածքներ կապում են, փորձում են կապել իրանց հետ։ Այդ անձինք ինչքան ներդրում են արել, 10 անգամ գողացել են։ Այդ թվում էլեկտրաէներգիայի հավելագրումներ անելու տրամաբանությամբ։ Ընդհանրապես դուրս եկեք այդ տրամաբանությունից։ Եթե Հայաստանում տենց անհատական ներդրումներով հնարավոր հարցեր լուծված լիներ, բայց կառուցում ենք արդեն չեմ էլ հիշում, քանի հազար կիլոմետր ճանապարհ են կառուցել, հələ քանդված ճանապարհներ կան, բայց այդ որտեղից այդ ճանապարհները։ Բայց ներդրում են արել Հանրապետությունում 500 մանկապարտեզ են կառուցում։ 500 մանկապարտեզ։ Մեկը չի ասում, բայց երկիրը առանց 500 մանկապարտեզի ո՞նց է ապրել։ Բայց քան երեխա մնացել է փողոցները։ Դա հետո ինչ ազդեցություն է ունեցել սկսած կրիմինալ վիճակից շարունակած տնտեսական վիճակից։ Այդ մարդիկ ում բարեգործներ եք անվանում ներառյալ բանը, ներառյալ պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդներին։ Այդ մարդիկ ինչքան այսպես չակերտավոր բարեգործություն է, այդ բարեգործությունը ծխածածկույթ է եղել Հայաստանի Հանրապետությունից գողանալու համար։ Բայց որ կառավարության նիստը տեսակ ապօրինի գույքի բռնագանձման process-ով վճռաբեկ դատանի որոշմամբ արդեն պատերազմի եռագլուխ կուսակցության անդամներից մեկի ընտանիքի անդամի առանձնատունը այլևս պետական սեփականությունն է եւ առաջիկայում կդառնա կամ չգիտեմ ծերերի խնամքի կենտրոն կամ որևէ այլ բան։ Այսինքն դուք ընդհանրապես այդ մարդիկ իրանց ունեցվածքով նույնիսկ չեն կարող համեմատվել այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության հետ։ Հարցը ավարտել եք դուք։ Ավարտել եք հարցը, ավարտեք ես կպատասխանեմ ձեր հարցը։ Ներդրումներ արել է, չէ՞, Տաշիրում մյուս տեղը։ Կալուկ է, որ հատուկ շերտում է կալուկ, ինչ որ վաղ բանա, վաղ քաղաքացի շատ եք սիրում տենց է։ Ինչա՞ դուք խոսել եք։ Ավարտել եք հարցը, համոզված եք։ Հետևաբար այդ տրամաբանությունը, այսինքն ես ընդհանրապես ոչ միայն դեմ եմ, այլև թույլ չեմ տա, որ Հայաստանի որևէ տարածքի
անուն կապվի որևէ անձի հետ, որովհետև այդ մարդիկ այդ տարածքի հետ կապ չունի, այդ տարածքը իրանց համար գողության, հանցավոր գործունեության, բդեշխային հարաբերություններ հաստատելու տարածք է եւ որտեղ ազատությունը չի մտել, այդ ազատությունը մտնելու է։ Հատիկ ձեռներից առնելու ենք բոլոր գույքերը։ Բայց այդքան ներդրում ենք արի, այլ եմ ասում 500 մանկապարտեզ էտում համար ենք կառուցում։ Բայց այդ բարեգործները բանից սկսած, եկեղեցուց սկսած բանով կալուգացի եւ ոչ միայն կալուգացի օլիգարխներ, բայց այդքան բարեգործություններն են։ Բայց 500 մանկապարտեզը որտեղ են կառուցում։ Բան արեք, բողոքի ակցիաներ թող անեն, մարդիկ ասեն 500 մանկապարտեզին չեք կառուցում։ Պետական բյուջեի փողերը անիմաստ ծախսում եք, 300 դպրոցին չեք կառուցում, պետական, բայց չէ որ մեր բաները հաստագլուխ եւ հաստավիս բարեգործները այսքան բարեգործություն են արել, դուք ինչի համար եք պետական միջոց, այդքան ճանապարհին չեք կառուցում, այդքան ջրագիծին չեք կառուցում, այդքան լուսավորությունին չեք կառուցում։ Բա մեր բարեգործները այսքան բարեգործություն են արել։ Թոշակներին չեք բարձրացնում, մեր բարեգործները մեզ բրինձ են բաժանում։ Այսինքն դուս եկեք այդ տրամ, ովքեր են այդ մարդիկ ընդհանրապես։ Ովքեր են այդ մարդիկ։ Այդ մարդիկ իրաց կոռուպցիոն հովանավորները չլնեին, այսօր միջին վիճակագրական, միջին խավի ներկայացուցիչ կամ կլնեին կամ չէին լինի։ Ինչ վերաբերվում է կալուգային, մարդը որտեղ գործունեություն է ծավալել եւ իր հիմնական գոյություն ունի տնտեսության մեջ հետաքրքրությունների հիմնական կենտրոն։ Այդ մարդու հետաքրքրությունների կենտրոնը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է։ Եվ դա հանրահայտ փաստ է։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ձեր նշած մարդը ընդհանրապես ոչ падգամավորի տեխնացու է, ոչ վարչապետի տեխնացու, ինքը չի կարող լինել տեխնացու։ Չի կարող լինել տեխնացու։ Այսինքն այդ մարդը պատահական անցորդ է, որը հայտարարում է, որ ինքը ինչի տեխնացու է։ Ասենք այն մյուսները, ովքեր կենտրոնական դրական հանձնաժողովում գրանցված են որպես падգամավորի տեխնացու, իրանք վարչապետի տեխնացու կարա ցանկացած մեկը լինի, որովհետև վարչապետի տեխնացուի համար պարտադիր է падգամավորի տեխնացուին առաջադրվող վավերապայմանները։ Եթե որևէ մեկը չի կարող լինել падգամավորի տեխնացու, ինքը չի կարող լինել նաև վարչապետի տեխնացու։ Այսինքն դուք մի կողմից ասում եք ինչ եք, Ռոբերտ Քոչարյանի անունը տալիս չէ, որ ինքը ասեցին ձայները չեն տալու եւ այլն եւ այլն, այդ ձեր նշած մարդը ընդհանրապես կապ չունի, ոչ վարչապետի տեխնացու է, ոչ падգամավորի, չի կարող լինել, սահմանադրությունը արգելում է այդ մարդուն լինել վարչապետի տեխնացու եւ падգամավորի տեխնացու։ Այսինքն fake news-ից պրծանք, հիմա էլ fake տեխնացուների ձեռն ենք ընկնելու։ Այդ մարդը fake տեխնացու է, fake տեխնացու։ Այսինքն ինքը հիբրիդային fake տեխնացու է։ Ինչպես հիբրիդային լուրեր են տարածում Հայաստանի Հանրապետությունում, հիմա էլ հիբրիդային fake տեխնացու են բերել Հայաստանի Հանրապետությունում բանանելու համար, օգտագործելու համար։ Չի կարող լինել։ Ուրեմն աշխարհը կեսից կիսվի, ձեր նշած անձը խորհրդանական ընտրություններից հետո առաջին նիստի օրվա դրությամբ պետքա նշանակված լինի վարչապետ։ Դուք ասցիք ձեր հարցը ավարտել եք։ Ինչքան հարց ունեք, տվեք, ես բոլորին միանգամից պատասխանեմ։ Ուղղակի նենց բաներ եք ասում։ Այս միկրոֆոնները վերցրեք, արձագանքի քիչ կան ուզում։ Չէ, վերցրեք, մի կաշկանդվեք, վերցրեք։ Ես ձեր հարցի դուք լսում եք ես ինչ եմ ասում։ Լսում եք ինչ եմ ասում ես։ Ես հայերենով կարակ ուղիղ եթերը ուղիղ եթերից չէ, կարակ հետ տակ լսեք։ Ասի այն հայտարարությունները, որ ես անձամբ չեմ լսել, չեմ մեկնաբանում։ Ծանոթ չեմ ես այդ հայտարարությանը, որովհետև չգիտեմ դա այդ ձեր ասած մարդկանց հայտարարությունն է, թե ձեզ են ասել կամ ձեր հայտարարությունն է, ձեր հեղինակած հայտարարությունն է։ Ես ասում եմ այն հայտարարությունները, որ ես անձամբ չեմ կարդացել կամ չեմ լսել, չեմ մեկնաբանում, դա սկզբունք է։ Պարզ է։ Ես ձեր հարցին ֆիքսեցիք, որ պատասխանել եմ ես այդ։ Շնորհակալություն եւ հաջորդ հարցը հրապարակ։
Պարոն Փաշինյան, երբ հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել էր ուժեղ Հայաստանի ներկայացուցիչների կողմից ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու տալու վերաբերյալ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները, շատ պաշտոնյաներ այսպես թիրախավորել էին, կարծես մեկ կետից հրանգված այդ մարդկանց թիրախավորում են եւ ընտրակաշառարար էին ներկայացնում։ Հիմա նմանատիպ մի իրավիճակում է հայտնվել ձեր թիմակից ընտրական ցուցակում հայտնված Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը, նա ընտրություններից 5 պակաս առաջ 11 միլիոն դրամի սոցիալական օգնություն է բաժանել քաղաքացիներին։ Թեպետ նույն ջանասիրությամբ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություններ չի տարածում, քրեական վարույթ չի նախաձեռնվում, սակայն իրավիճակը կարծես թե նույնն է։ Սա դուք ինչպես եք գնահատում ընտրություններից առաջ նման օգնություն բաժանելը, խոսել եք արդյոք ձեր թիմակից Սափեյանի հետ եւ ընդհանուր առմամբ ինչ դիրքորոշում ունեք տեղի ունեցածի վերաբերյալ։ Երկրորդ հարցը, պարոն Փաշինյան, չեմ վախենա եւ կասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ցնցած վեդի մանկապղծության դեպքն է, որը տեղի ունեցել 3 ամիս առաջ, սակայն միայն նախաձեռնվում է քրեական բուն գործընթացի է հասնում լրագրողների աղմուկի բարձրացրած աղմուկից հետո, ընդհանուր առմամբ դուք ճիշտ եք ասեք իրավական գործընթացը ես ինչ կապ ունեմ, բայց ուժայինների, քննչական մարմինների աշխատանքի թերացում, անգործունեություն այս դեպքում դիտարկում եք, թե չէ, որովհետև օրինակները բազմազան են։ Մի քանի ամիս առաջ 1.5 տարեկան երեխա մահացավ 1.5 ամիս տևած ծեծից հետո, վենդետաները հանրապետությունում շարունակվում են, կանխամտածված սպանությունները, գոհեք ուժայինների, քննչական մարմինների աշխատանքից եւ մեկ կարճ հարց Վարդաշենցիները խնդրել են իրենց խնդրի հետ վերաբերյալ ձեզ փոխանցել, ամիսներով, տարիներով մնացել են վթարային շենքերում, Ավինյանը ասում է խոսում է տվել չի լուծվում, չեն կարողանում ապրել, ես անձամբ այնտեղ եմ եղել անձրևների ժամանակ, փլուզումներ եւ այլն մի սարսափելի վիճակ։ Ասում են երբ է լուծվելու մեր խնդիրը։ Շնորհակալություն։ Թալին խոշորացված համայնքի ղեկավարի հետ կապված կարծում եմ, եթե այդտեղ խնդիր կա, իրավաբանները պետք է արձագանքեն, բայց ես ուրիշ բան էլ ասեմ, մենք պետք է հասկանանք ինչի մասին է խոսքը, ես գնահատական չունեմ, դա իրավական պահները պետք է գնահատականի տան, բայց հիմա կառավարությունն էլ ամեն ամիս միլիարդների սոցիալական աջակցություններ է բաժանում, հիմա պետք է չբաժանի կառավարությունը սոցիալական աջակցությունները։ Ես էլ եմ ասում, չգիտեմ, այդտեղ պետք է իրավական նախադեպային գնահատականներ ֆիքսել եւ առաջնորդվել այդ տրամաբանությամբ։ Ինչ վերաբերում է վեդի դեպքին, վեդի դեպքը բացահայտվել է օպերատիվ մարմինների ահազանգի արդյունքում, այսինքն իրավապահներն են բացահայտել այդ դեպքը եւ իրավապահներն են քննություն անում։ Դուք այդ գործերին, ես գիտեմ կոնկրետ լրագրողներ, ովքեր իրավապահ մարմիններում ունեն աղբյուրներ եւ այդ աղբյուրներին, որոնք աշխատանքային ինֆորմացիա են փոխանցում, դրա հետ կապված նույնիսկ քրեական գործեր կան հարուցված եւ իհարկե այդ բանի անպատասխանատու իրավապահներին անպայման կգտնենք եւ համակարգից կհեռացնենք, այսինքն այդ գործերը մի մասին հեռացրել ենք իդեպ արդեն։ Այդ գործերը բացահայտվել են իրավապահների օպերատիվ աշխատանքի արդյունքում։ Ձեզ ինչի է թվում, որ այդ գործը, բա դուք որտեղից եք իմացել այդ գործի մասին։ Իրավապահներից են ձեզ ինֆորմացիա տվել, դուք էլ ինֆորմացիան տպել եք, դուք եք գնացել դեպքերը ընթացք են ստացել օպերատիվ մարմինների կատարած աշխատանքի արդյունքում։ Եթե օպերատիվ մարմինները աշխատանքը չկատարեին իրանց, դուք այդ դեպքերի մասին չէիք իմանա, ինչպես չգիտեիք նախկինում։ Եվ մնացած ընթացքը իրավական կապահովի, բայց ես ուրիշ բանի վրա եմ ուշադրություն դարձնում։ Ես ուզում եմ հիշել, երբ որ 2018-19 թվականներին կառավարության մարմիններից մեկը բուկլետներ էր թողարկել եւ մենք աշխատում էինք երեխաներին մանկապղծության դեպքերից պաշտպանելու համար, այդ նույն լրատվամիջոցները աղմուկ աղաղակ էին անում, ասում են, «Էս ինչ եք անում, մեր ավանդական արժեքների դեմ եք պայքարում, էս եք անում, այն եք անում եւ այլն եւ այլն»։ Ես ուզում եմ դա հիշեցնել եւ ուզում եմ հիշեցնել, որ այս նման դեպքերի պատասխանատուն նաեւ այն մարդիկ են, ովքեր այդ
քաղաքացիական հասարակության եւ կառավարության համատեղ ջանքերը դեմոնիզացնում էին եւ դեմոնիզացվում են, թույլ չտալով հանրության շրջանում իրազեկվածության եւ կրթական աստիճանը բարձրացնել, որովհետեւ ես վախենամ այդ դեպքերը շատ ավելի ծավալով մեծ են, քան մենք ընդհանրապես դրա մասին պատկերացում ունենք եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ կան, ովքեր տասնամյակով են այդ երևույթների դեմ պայքարում եւ նրանք անընդհատ լրատվամիջոցների եւ քաղաքական ուժերի թիրախում են որպես ապազգային, որպես մեզ ավանդական արժեքների դեմ գործող կազմակերպություններ եւ ես այս փաստերը ցույց են դնում, որ ավանդական արժեքների պաշտպանության դիրքերից հաճախ հանդես են գալիս, հաճախ չէ, որոշ դեպքերում ուղիղ կամ անուղղակի հանդես են գալիս մանկապղծությունը պաշտպանողները։ Ես ուզում եմ հիշեցնել նաեւ նախկին իշխանության ձեզ հայտնի շրջանակների հետ կապված ինչ դեպքեր են եղել, որոնք հետագա հովանավորության ներքո ինչ process-ներ են տեղի ունեցել։ Եվ հետեւաբար մենք պետք է այս հարցերի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնենք եւ որպեսզի այդ դեպքերից մենք կարողանանք խուսափել։ Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների աշխատանքին, ընդհանրապես դատաիրավական համակարգի հետ կապված ես մի անգամ չի որ արտահայտվել եմ, դրա համար մենք իրավապահ համակարգը բարեփոխել ենք եւ կբարեփոխենք եւ կշարունակենք բարեփոխել։ Ինչ վերաբերում է Վարդաշենի դեպքին, միակը չի, հանրապետությունում հարյուրավոր վթարային շենքերի խնդիր կա։ Բայց այդ հարյուրավոր վթարային շենքերը նաև մի ուրիշ առանձնահատկություն կա, սեփականատերերը այդ շենքերում ապրող մարդիկ են։ Եվ մենք հիմա նրանց համար եւ նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում մենք կետ ենք ներառել, որպեսզի ներդրումային ծրագրերով մենք կարողանանք այդ խնդիրը լուծել եւ այդ թվում ներառյալ Վարդաշենի հետ կապված մենք կոնկրետ պլան ունենք եւ առաջիկայում այդ պլանը նաեւ կառաջարկենք, որովհետեւ այստեղ պետքա նաեւ քաղաքացիները այդ լուծումների հետ համաձայնվեն, որովհետեւ այդ շենքը, ինչպես դուք շատ իրավացի ձևով նշեցիք, ինքը պիտանի չի բնակության համար եւ մենք պետքա հասկանանք, որ այդտեղ լուծումներ կան, որոնք բան չեն, մենք չենք կարող ուղակի ելի եմ ասում, ուզում եմ հասկանանք մենք իրավիճակը, կա տուն, որը ունի սեփականատեր, այդ տան առաջ պատասխանատուն ով է, տերն է այդ տան առաջ պատասխանատուն, ես ուզում եմ այս հիմքի վրա մենք կառուցենք հետագա աշխատանքը, կառավարությունը կարա աջակցի, որ իրենք այդ պատասխանատվությունը կրեն, բայց կառավարությունը չի կարող ամբողջական պատասխանատվությունը վերցնել իր վրա եւ բնակիչներն էլ պետք է ճկունություն ցուցաբերեն, որովհետեւ երբ որ բոլոր տեղերում, երբ որ բնակության բնակարանի եւ բնակապահովության խնդիրը առաջանում, ամենայն հարգանքով ես դեմ չեմ, 2 ձեռով ես կողմ եմ, բայց բոլորը ուզում են մաքսիմալ Երևանի կենտրոն վարչական շրջանին մոտիկ բնակտարածք ունենան։ Այդպես չի, ժողովուրդ ջան, չեք կարող մենք դա անել, որովհետև այսօր Երևանի կենտրոնի բնակտարածքների գները նախ ահավոր թանկ են եւ երկրորդն էլ, եթե մենք պետքա ճկուն լինենք, որպեսզի կարողանանք այս հարցերը լուծել։ Կառավարությունը կառաջարկի աջակցության չափ, բայց կառավարությունը ամենայն հարգանքով չի կարող, որտեղ էլի եմ ասում, ես էլա պետք է հաշվի առնել, որ խնդրի մասշտաբը մեծ է։ Տեսեք, դուք Վարդաշենի դեպքի մասին գիտեք, մի ուրիշ լրագրող համոզված եմ Երևանի մի ուրիշ հատված Աջափնյակ վարչական շրջանում մենք ընդհանրապես շատ մեծ խնդրեմ ունենք։ Շենքերի մի ահագին մեծ թիվ վթարային վիճակում է, հանրապետությունում մենք բոլոր մարզերում այդպիսի խնդիրներ ունենք։ Եվ սրա համար մենք պետքա, ես էլ եմ ասում, այն որ բնակիչները ուզում են, որ կառավարությունը այդ հարցերի լուծմամբ զբաղվի, շատ ճիշտ են անում, որ ուզում են, որ կառավարությունը այդ հարցերի լուծմամբ զբաղվի, եւ կառավարությունը կզբաղվի։ Մեր խնդրանքն ու ակնկալիքն է, որ իրանք էլ մի քիչ ըմբռնում ցուցաբերեն կառավարության կողմից առաջարկվող տարբերակների նկատմամբ։ Մենք կոնկրետ լուծումներ ենք իրանց առաջարկելու։ Բայց այդ լուծումները չեն լինելու այն տրամաբանությամբ, որ վթարային շենքերի բնակիչներին մենք ապահովելու ենք, որ Երևանի կենտրոն վարչական շրջանին հնարավորինս մոտ բնակարան ձեռք բերեն։
Մի դեպքերում կարող է մոտ լինի, մի դեպքում կարող է հեռու լինի, մի դեպքում կարող է շատ հեռու լինի։ Մենք այս լուծումները առաջարկելու ենք եւ խնդրում ենք, որ իրանք այդ լուծումներով այդ լուծումների նկատմամբ ճկուն եւ ըմբռնում ցուցաբերեն։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Բաղդար։ Պարոն Փաշինյան, խնդրում եմ նախ դուք պաշտոնապես հաստատեք կամ հերքեք, մասնակցելու եք արդյոք մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին, եթե ոչ, ապա ինչու եւ արդյոք Հայաստանից որևէ ներկայացուցիչ լինելու է թե ոչ, եւ ձեր այս ասուլիսին ճեպազրույցին զուգահեռ ասուլիս է տալիս Սամվել Կարապետյանը եւ հայտարարել է, որ իրենք հաղթելու են ընտրություններում, հորդորել լրագրողներին անկաբաններ չքննարկել եւ ասել է, որ այդ վստահությունը գալիս է մեջբերեմ ձեր բավական ցածր ռեյտինգից։ Ես Ռուսաստանի Դաշնություն կատարած իմ այցի ընթացքում ապրիլին Ռուսաստանի նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավ բերումով չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին եւ արդեն հայտարարել ենք, որ քարոզարշավի ենք եւ մասնակցելու ենք քարոզարշավի եւ էլի ես սովորություն չունեմ մեկնաբանել են հայտարարությունները, որը անձամբ չեմ լսել եւ տեղյակ չեմ, բայց ընդհանրապես զվարճալի է լսել, որ որևէ մեկը, որը ընդհանրապես տեխնացու չի եւ չի կարող լինել, հայտարարում է, որ ինքը ընտրություններում հաղթելու է։ Հասկանում եք, ասինքն չի կարող ընտրություններում հաղթել մի մարդ, որը ընդհանրապես ոչ մի բանի տեխնացու է։ Չեք ավարտել ձեր հարցը։ Չեք ավարտել ձեր հարցը։ Գիտեք ինչ, բոլոր հրապարակված հարցումների համաձայն մեր վարկանիշը առնվազն կրկնակի ավելա ամենաբարձր վարկանիշ ունեցող ընդդիմադիր ուժից, ասել էդ էլ մենք մենք չենք ասում։ Այսինքն դուք չգիտեք այդ հարցումները հրապարակվում են, դուք տեղյակ չեք այդ հարցումներից։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Կենտրոն։ Պարոն Փաշինյան, Ֆրանսիայի նախագահ այստեղ Եվ իմիջիայլոց ես ասեմ, ես ազգային ժողովում խնդիր եմ ձևակերպել եւ այդ խնդրով մենք քաղաքացիների հետ աշխատելու ենք, որ պատերազմի եռագլուխ կուսակցություններից որևէ մեկը չհաղթահարի խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմը։ Մեր ծրագիրը դա է, որ նրանցից որևէ մեկը պետք է չհաղթահարի խորհրդարան անցնելու անհրաժեշտ շեմը։ Եվ կոնկրետ խոսում եմ Հայաստան դաշինքի մասին, խոսում եմ ուժեղ Հայաստան կուսակցության մասին եւ խոսում եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության մասին։ Այսինքն այդ կուսակցությունները հլա պետք է մտածեն խորհրդարան անցնելու մասին, այդ որ ասում են հաղթելու ենք, էս ենք անելու, ինչ ենք անելու։ Ծիծաղելի է ուղղակի։ Այդ եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այդ մարդիկ Հայաստանում քաղաքական գործընթացի հետ ու ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունեն, որևէ կապ չունեն։ Իրանց ինֆորմացիայի եւ ներշնչանքի աղբյուրները Հայաստանի Հանրապետությունում չեն այդ 100%-ով։ Կներեք, համեցեք։ Ֆրանսիայի նախագահ այստեղ ջերմ ընդունելության արժանացավ, բազմաթիվ քաղաքացիներ լուսանկարվեցին, ստորագրություններ վերցրեցին, բայց նաև քննադատություններ եղան, հա, տեսեք, քննադատները ասում են, որ հայ-ֆրանսիական բարեկամությունը, հարաբերությունները նոր չէ, Մակրոնի ժամանակ չէ, որ բարձր մակարդակի վրա է, նախկին նախագահներն են եկել Հայաստան եւ միշտ բարեկամական հարաբերություններ եղել է եւ նրանց քննադատողներին այսպիսի մի հարց է հետաքրքրում, ասում են Մակրոնը ինչ է արել, բացի Պրահայում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու գործընթացին խավորություն անելուց, այսպիսի քննադատություններ կան, կարող եք առարկայական բացի այդ ջերմ հայտարարություններից բանից ինչ որ բան նշել, որը արել է հայ ժողովրդի համար, նա 44-օրյա պատերազմից հետո պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ կիրառել է թե ոչ, ինչ դրական քայլեր է արել եւ Զելենսկու այստեղ ընդունելությունը նաեւ դիտարկում են որպես հակառուսական քայլ։ Սրա մասին ինչ կասեք այն Զելենսկու, որը Ադրբեջանին շնորհավորում էր հայերի դեմ տարած հաղթանակ տանելու համար։ Խաբքի երկրներ էլ շնորհավորել են օրինակ Բելարուսը։ Օրինակ ես չեմ տեսել, որ օրինակ
նույն Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը, որը ջերմ ընկերական հարաբերություններ ունի Բելարուսի նախագահի հետ, կես բերան արտահայտված լինի այդ առիթով։ Էլ չեմ խոսում այդքան որ իմիջայլոց նույն ուժերը, էլի քանի որ արդեն հրապարակային խոսվել է դրա մասին, չէ, նաև Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ արտահայտվել են, այդ թվում այդ դիտանկյունից։ Ես չեմ տեսել արձագանք։ Ինչի չեն արձագանքել։ Եվ որն է նրանց դիրքորոշումը։ Հիմա նույն Բարգավաճ Հայաստան, Ուժեղ Հայաստան եւ Հայաստան Դաշինքի ներկայացուցիչները Պրագայի հոկտեմբերի 6-ի հայտարարությունից առաջ երկու անգամ ամենաբարձր մակարդակով հնչել է Ռուսաստանի Դաշնության կողմից հայտարարություն Ղարաբաղի Ադրբեջանի մաս լինելու վերաբերյալ։ Իրանք ոնց են մեկնաբանում դա։ Ես չեմ լսել այդ մեկնաբանությունը։ Հաջորդը ես ուղիղ ասել եմ Բելարուսի նախագահը ուղիղ Ադրբեջան կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստություններին։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահը միջև այդ թեմայով դիրքորոշում չի արտահայտել։ Թող արտահայտի դիրքորոշումը։ Բելարուսի նախագահը հայտարարել է, որ հայերը ոչ մեկի բացի բանից ԵԱՏՄ-ից պետք չեն։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահը թող արտահայտվի այդ առիթով։ Ինչ վերաբերվում է Ուկրաինայի նախագահի այցին, ես նախկինում էլ այդ թեմայով արել եմ հայտարարություններ, մենք Ուկրաինա հումանիտար օգնություն ենք ուղարկել եւ ես ասել եմ, որ դեռ գիտեք երբ եմ ասել դա, կամ 22 կամ 23 թվին, չեմ հիշում, ասել եմ, որ Ուկրաինայի հարցով մենք դաշնակից չենք Ռուսաստանի։ Եվ դուք գիտեք, որ թե Ալմաթայի հռչակագիրը ինչ կարևոր եւ սկզբունքային նշանակություն ունի մեզ համար եւ մենք հենվում ենք Ալմաթայի հռչակագրի վրա եւ այդ հենքի վրա ենք կառուցում խաղաղությունը Ադրբեջանի հետ։ Եվ սա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ Ինչ վերաբերում է թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ինչ է արել, մայիսի 28-ին կտեսնենք ինչ է արել։ Ինչի պատմեմ։ Ցույց կտամ։ Մայիսի 28-ին հույս ունեմ Երևանում կլինեք, տեղ գնացած չէ կլինի, տեսախցիկները փչացած չեն լինի, հոսանքը անջատված չի լինի, ուրիշ տեղ կարևոր գործեր չեք ունենա, բանում այդ ինչա առենջում մեծ ու կարևոր միջոցառում չի լինի եւ դեն չի ստացի, որ ամբողջ եթերաժամանակը կուղվի բանի առենջում լայնած առենջի մի հատվածում, մի փոքր հատվածում միջոցառումներ լուսաբանելու վրա։ Կգաք կտեսնեք, կամ էլ չգաք գոնե հեռուստացույց միացրեք, կտեսնեք Ֆրանսիայի նախագահը ինչ է արել։ Շնորհակալություն, հաջորդ բարձրամիտ Պարոն Փաշինյան, քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում նշված է, որ մինչև 2031 թվականը ՓՄԶ-ի մասնաբաժինը ՀՆԱ-ում պետք է հասցնել 40%-ի։ Կհուշեք ինչպես է դա արվել, միգուցե կան ծրագրեր կամ միգուցե հարկային արտոնություններ են նախատեսվում։ Այստեղ ուղղակի այս կոնտեքստում հիշեցնեմ, որ ֆինանսական իշխանությունները բազմիցս նշել են, որ Հայաստանը պետք է հրաժարվի արտոնյալ հարկային համակարգերից, ինչպիսին է դարձել շրջանառության հարկը։ Իսկ մենք գիտենք, որ շրջանառության հարկից ամենաշատը օգտվում են հենց ՓՄԶ սուբյեկտները։ Դուք էլ բազմիցս նշել եք, որ Հայաստանը պետք է աստիճանաբար գնա շրջհարկից հրաժարվելուն։ Նշում եք, որ չի կարող երկում լինել երկու զուգահեռ համակարգեր, շրջհարկ եւ հարկային ընդհանուր համակարգ, ես ամեն ինչը խեղաթյուրումը տնտեսության զարգացման այդ գաղափարը ընդհանուր։ Խոսում եք նաև նոր հարկային օրենսգիր ունենալու անհրաժեշտության մասին։ Ինձ հետաքրքրում է, ինչպես է ապահովելու 40%-ը ՓՄԶ-ի ՀՆԱ-ում, արդյոք կունենանք մինչև 31 թվականը նոր հարկային օրենսգիր եւ կհրաժարվի արդյոք Հայաստանը շրջհարկից։ Շնորհակալություն։ Նախ ուզում եմ հիշեցնել, որ միկրոբիզնեսի հասկացությունը մենք ենք ներդրել Հայաստանի Հանրապետությունում եւ մենք նաեւ մտադիր ենք միկրոբիզնեսի շեմը էականորեն բարձրացնել, որ
որպեսզի մենք եվրոպական ստանդարտին համապատասխան իմիջիալոց նաև այն պատճառով որ մենք տարեկան 24 միլիոն դրամն ենք համարել միկրոբիզնեսի շեմ, բայց այնուամենայնիվ այս ընթացքում գնաճ է տեղի ունեցել որոշակի եւ այլն, որոնք այդ շեմի վրա ազդել են։ Եվ մենք օբյեկտիվ անհրաժեշտություն կա, որպեսզի մենք միկրոբիզնեսի շեմը բարձրացնենք, եւ ես կարող եմ ասել, որ միկրոբիզնեսի շեմը մենք առնվազն կկրկնապատկենք, այսինքն 24 միլիոնա 50 միլիոն կդարձնենք միկրոբիզնեսի շեմը եւ դրանով մի հսկայական սեգմենտի հարցը դուրս կգա եւ շրջանառության հարկի համակարգն էլ, այո, ես կարծում եմ, որ ինքը չի նպաստում բիզնեսի խոշորացմանը եւ բիզնեսի հաջողությանը եւ ավելին, այդ թվում գյուղատնտեսության ոլորտում մենք ավելացված արժեքի հարկի հետ կապված խնդիրներ ունենք, որ գործող հարկային համակարգի եւ շրջանառության հարկի եւ ավելացված արժեքի հարկի համակարգի պարագայում մենք չենք կարողանում ապահովել, որպեսզի մթերքը գյուղից ուղիղ մտնի խանութ, ուղիղ մտնի սուպերմարկետ եւ այնպես է ստացվում, որ մարդիկ ստիպված են այսպես շատ բարդ գործողություններ անել կամ հրաժարվել այդ գործողություններից եւ ստվերում գործել, ինչը խնդիր է մեզ համար եւ մենք պետք է այստեղ էլ ճկունություն ցուցաբերենք եւ այո, պետք է շրջանառության հարկի փոխարեն ավելացված արժեքի հարկի համակարգով աշխատենք, բայց պետք է նաև տարբերակված ավելացված արժեքի համակարգ գործի, այսինքն օրինակ, մասնավորապես ավելացված արժեքի հարկը գյուղմթերքի պարագայում լինի 0, որպեսզի նախ մի կողմից դա հնարավոր լինի, որ մարդիկ բերեն եւ վաճառեն, այսինքն ոչ թե վաճառեն, այլ մատակարարեն ռեստորաններին, ցանցերին եւ այլն եւ այդպես շարունակ, եւ մենք ուրիշ համակարգեր էլ կմտածենք, որպեսզի հարկային բեռը էականորեն եւ ընդհանրապես չավելանա, այլ ավելանա ոչ ստվերային տնտեսությունը եւ հարկային վճարումները ավելանան ստվերի կրճատման հաշվին, բայց դա իր հերթին կնշանակի, որ մարդկանց եկամուտներն են ավելանում։ Ես ուզում եմ ընդհանրապես մեր ոչ միայն փոքր, այլև մյուս բիզնեսների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, ինչ փաստի վրա, ինչի մասին ես խոսեցի կառավարության նիստում։ Մենք հունվար-ապրիլին զբոսաշրջության 34% աճ ունենք։ Մենք հասկանում ենք սա ինչ թիվ է։ 34% աճ։ Սա նշանակում է, որ միլիարդներ լրացուցիչ հոսում են Հայաստանի Հանրապետություն։ Եվ մենք ինչպես ենք ձեր հարցին ուղիղ պատասխանելով, մենք մարդկանց ուղեկցելու ենք, օգնելու ենք, որպեսզի իրենց բիզնեսների արդյունավետությունը բարձրացնելու եւ իրենց կառավարումը լավարկելու եւ իրենց թվային եւ ոչ միայն թվային գործիքներին տիրապետելու միջոցով այդ միլիարդավոր դոլարների եւ տասնյակ միլիարդավոր դրամների հոսքերից ավելի մեծ գնալով ավելի մեծ մասնաբաժին ունենան, խոսքը փոքր եւ միջին բիզնեսի մասին է։ Էսա մեր մենք կրկնապատկում ենք շրջանառության հարկը եւ մտցնում ենք եւ այո հրաժարվում ենք շրջանառության հարկից, ես կրկնապատկել առնվազն կկրկնապատկենք միկրո ձեռնարկատիրության շեմը, որովհետև դա լրացուցիչ հաշվարկների եւ կունենանք ավելացված արժեքի հարկ։ Այսինքն այս տարբերակում տասնյակ հազարավոր փոքր եւ միջին ձեռնարկատերեր, ովքեր միջև հիմա աշխատում են շրջանառության հարկով, կաշխատեն միկրոբիզնեսի տրամաբանության մեջ։ Իսկ նրանք, ովքեր հատուկ իրենց շրջանառությունը կրճատում են, որ մնան շրջանառության հարկի շրջանակներում, մենք նրանց էլ կաջակցենք, որպեսզի իրենք ավելի շատ փող աշխատեն եւ ավելի շատ հարկեր վճարեն, որպեսզի մենք այդ ավելի շատ վճարված հարկերով ավելի լավ ենթակառուցվածքներ, այդ թվում կրթական ստեղծենք, որպեսզի իրանք ավելի շատ փող աշխատեն եւ ավելի շատ հարկեր վճարեն, որպեսզի մենք իրենց հաջողության համար ավելի շատ ներդրումներ կարողանանք անել, ու այսպես շարունակ։
Եվ սա է ըստ էության պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը գաղափարական թեզի գործնական իրականացում։ Պարոն վարչապետ, քիչ առաջ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ 1 տարի առաջ Չինաստանում փորձել եք ռեստորաններից մեկում հալյուցինացիա առաջացնող սունկ, շատ եք հավանել, 1 տոննա բերել եք եւ հիմա ամեն օր ուտում եք։ Նախ ձեր արձագանքն է հետաքրքիր եւ հետո օրեր առաջ Նարեկ Կարապետյանը հայտարարում էր, որ ուժեղ Հայաստանում վերին Լարսում հայկական մեքենաները չեն կանգնելու, ինչպես հասկանալ նման հայտարարությունները, արդյոք սրանք ուղիղ խոստովանություն չեն, որ տնտեսական հարաբերությունները որոշ ուժերի, ներքաղաքական ուժերի եւ երկրների համար նաեւ քաղաքական լծակ են։ Հարգելի գործընկերներ, ես ասացի, որ այն հայտարարությունները, որոնք չեմ կարդացել, ծանոթ չեմ մեկնաբանում։ Ասենք ձեզ թվում է, թե ես ամբողջ օր նստած ձեր ասած մարդկանց հայտարարություններն եմ կարդում, կներեք, բայց ես մի քիչ ավելի կարևոր գործեր ունեմ։ Եթե կան հայտարարություններ, որոնց պետք է արձագանքել, մեր թիմը ինձ կտեղեկացնի արձագանքելու անհրաժեշտության մասին, մի անհանգստացեք, արձագանքը չի ուշանա բոլոր այն դեպքերում, երբ արձագանքելու անհրաժեշտություն կտեսնենք մենք։ Ես ուղղակի չեմ լսել այդ հայտարարությունները, չեմ կարող ոչ մի բան ասել։ Այդ թվում այն պատճառով, որ մի քիչ սովորականից ավելի շատ զբաղված եմ եղել ձեզ հայտնի հանգամանքների բերումով։ Եվ հիմա էլ ասուլիս եմ անում, թե չէ էլ ուրիշ ինչով կարայի զբաղվել։ Հիմա նստած է լինելու եւ ուշով հետևելիս է լինելու կալուգացի օլիգարխի ասուլիսին, որովհետեւ դե էլ Հայաստանի վարչապետը այդ ժամին ուրիշ ինչով կարող զբաղվեր։ Շնորհակալ։ Շնորհակալություն շատ։ Պարոն վարչապետ, վերջին տարիներին Հայաստանը ռազմավարական համագործակցության հռչակագրեր ունեցավ, նոր մակարդակի է բարձրացվում այս ուղղությամբ համագործակցությունը։ Եթե ամփոփելու լինենք, նաև 2 օր առաջ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի հետ ունեցանք, այս ամենը ինչ նոր հնարավորությունների դռներ է բացելու Հայաստանի համար, ինչ կհավելեք։ Տեսեք, օրինակ Հայաստան Եվրամիություն առաջի գագաթաժողովի ընթացքում 5 ընկերությունների հետ փոխանակվեցին մտադրությունների հուշագիր։ Այս նշանակում է նոր ֆինանսական ներդրումների եւ նոր շուկաների, նոր պատվերների հնարավորություն այդ ընկերությունների հետ։ Այսինքն ենթադրում եմ, որ եթե այնտեղ չեք եղել, առնվազն հետևել եք process-ներին։ Հաջորդը, տեսեք, Ֆրանսիայի հետ մենք շատ կարևոր թուղթ ստորագրեցինք Բարգուշատի թունելի կառուցման կապակցությամբ եւ այստեղ մենք կրկնակի էֆեկտ ենք սպասում։ Նախ ուզում եմ արձանագրել, որ եւ բոլորի շնորհավորել, որ հյուսիս-հարավ ճանապարհը արդեն իսկ ինքը միսու արյուն է ստանում, թե աշտարակ Գյումրի հատվածը արդեն պատրաստ է, հույս ունեմ երթևեկել եք, եթե չեք երթևեկի անպայման երթևեկեք եւ նաեւ հարավից մեծ տեմպերով շինարարություն է գնում եւ շինարարություն տեղի է ունենում շատ բարձր տեմպերով եւ նաեւ ուզում եմ ընդգծել, որ ֆրանսիական ընկերությունների ներկայությունը Հայաստանում ճանապարհաշինության եւ թունելներ կառուցելու մեջ, ուզում եմ հիշեցնել, որ ես էլ երկար տարիներ մենք Հայաստանում նոր թունել չենք կառուցել։ Սա ես հիմա ափսոս չեմ ճշտել վիճակագրությունը, բայց աչքաչափով ասեմ, երևի մի 40 տարի թունել չենք կառուցել, որովհետև Թիլիջանի թունելը որ եղել է, ինքը փորված է եղել թունելը, ներսի հարդարման աշխատանքներն են անհրաժեշտ եղել իրականացնել։ Առաջին հերթին ամենակարևոր բաներից մեկը Եվրոպական միությունը հայտարարություն է ընդունել ներդրողներին կոչ անելով ներդրել Հայաստանի Հանրապետությունում։ Սա նշանակում է նոր բիզնես հնարավորություններ Հայաստանի բոլոր ընկերությունների համար։ Առաջիկայում նաև կառավարության նիստում մենք ընդունեցինք գինու հետ կապված միջազգային մեծ միջոցառում է տեղի ունենալու, որտեղ նաև ներդրումային քննարկումներ են տեղի ունենալու։ Մեր գինեգործության ոլորտի ամենամեծ խնդրեմը, չգիտեմ ինչքանով եք տեղյակ, որն է մեր գինեգործության ոլորտի ամենամեծ խնդրեմը։ Ամենամեծ խնդրեմը քանակների սակավությունն է, որովհետև պոտենցիալ գործընկերները Հայաստանում արտադրված գինիները, ընդ որում շատ են այդպիսի գինիները, համ տեսում են,
փորձում են եւ հիանում են այդ գինիներով եւ պատվիրում են քանակներ, որոնք իրականում կարող է պարզվի Հայաստանի բոլոր արտադրողների մի տարվա արտադրությունն է։ Մենք հիմա խնդիր ունենք ընդլայնել գինու արտադրությունը, դրա համար նաև խաղողի արտադրությունը պետք է ընդլայնենք, նաև գինեմեծ սորտերի արտադրությունը պետք է ընդլայնենք եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես կարող եմ շարունակել թվարկել, բայց նոր անսահմանափակ հնարավորություններ, հիմա ես ինչքան հիշելով խոսեցի, նաև ներդրումների եւ տնտեսական եւ ներդրումային պլանը 2.5 միլիարդ եվրոն, որի մոտավորապես 600 միլիոնը իրականացվել է, բայց մենք դեռ 2 միլիարդի ռեսուրս ունենք։ Այստեղ պետք է հասկանալ, որ այդ գումարները պետք է նաև համապատասխանեցնեն բիզնեսները իրենց ծրագրերը եւ ստանդարտները, որտեղ դա արդյունավետության բարձրացման մասին է, էներգախնայողության մասին է եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ սրանք գումարենք նաև զբոսաշրջիկների աննախադեպ մեծ հոսքը, սրանք գումարենք նաև այն տնտեսական միջավայրը, տնտեսական բարձր աճերը, ահռելի հնարավորություններ կան, սրան գումարենք առաջիկայում սպասվող թրիփի նախագիծը եւ թրիփի իրագործումը, որը անխուսափելիորեն տեղի է ունենում եւ տեղի է ունենալու, սրան զուգահեռ Եվրոպական միությունը, ես մի թեթև խոսեցի դրա մասին, Երևանյան երկխոսություն ֆորումի ժամանակ մենք նաև Եվրամիության հետ քննարկում ենք Հայաստանի հյուսիսով ճանապարհային նոր երթուղիներ, այսինքն ոչ թե նոր, այլ եղած երթուղիների զարգացման հնարավորությունը, որովհետև ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, եւ էս էլ է հետաքրքիր, որ պատկերացնում եք այդ հետաքրքիր երևույթը, որ կան բաներ, որ մենք մեր երկրի հետ կապված նոր ենք նկատում, որովհետև նախկինում չենք նկատում, որովհետև այդ երևույթները իրանք ռելևանտ չեն եղել պայից, բայց արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհը անցնում է Հայաստանի Հանրապետությունում եւ Եվրամիության խորհրդին Եվրահանձնաժողովի նախագահ դրա մասին ասաց եւ հիմա խաղաղության միջավայրում դա տրիլիոնների կապիտալ է Հայաստանի համար, տրիլիոնների կապիտալ է Հայաստանի համար եւ այս բոլոր հնարավորությունները իրացնելու համար մեզ պետք է մենակ մի բան, այսինքն եթե շատ ընդլայնված ասենք, մեզ պետք է որպեսզի մենք ունենանք բավարար կարողություններ այդ հնարավորությունները հասկանալու համար։ Իսկ դրա համար մեզ պետք է մի ուղղությամբ շրջադարձային փոփոխություններ անել մեր երկրում եւ այդ ուղղությունը կրթությունն է։ Էսա պատճառը, որ մենք կրթությունը հայտարարել ենք ռազմավարությունների ռազմավարություն։ Ինչ կապ ունի կրթությունը, որպեսզի մենք հնարավորությունները կարողանանք տեսնել եւ երկրորդը եղած հնարավորությունները կարողանանք օգտագործել։ Շնորհակալություն, հաջորդ հարցը։ Շնորհակալություն։ Պարոն Փաշինյան, ավարտվեց երրորդյա Եվրամիություն Հայաստան տարբեր ձևաչափերով եւ տարբեր վերնագրերով, ժողովները գործնականում կամ խոսումների կատարվածքով ինչ տվեց այդ երրորդյա հանդիպումները, քննարկումները եւ այլն եւ Անտոնիո Կոստայի եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպման ընթացքում կարծես բոլորը ակնկալում էին ինչ որ պահի, որ դուք պետք է հայտարարեք երբ է Հայաստանը հայտ ներկայացնելու Եվրամիության անդամ դառնալու, ինչու չհայտարարեցիք կամ երբ կհայտարարեք եւ եթե կարելի է ներհանրապետական 8 տարվա ընթացքում միտը հնարավոր չէ բարեկարգել այդ դահակը ոլորտը, որովհետև կարծես նոր ձեռագիր են որդեգրել, հա, բանը կալանքի գումարի չափը փոքր են ներկայացնում հաշվի համարների վրա, հետո անգամ չեն բռնականձում գումարը, որը փոխանցվել էր, հետո եւ ստիպում են, որ գնաց դահակը դիմում գրես, որ գումարը վերցնեն, բայց դիմում գրելուց հետո լրացիչ հին պարտքեր են գտնում, որը ոչ մեկին հայտնի չէ, կամ մի հեռախոսային ցանց ունեն, որը անհնար ուղղակի խոսել, որովհետև 5 րոպե ընդհատվում է, մի րոպե լսվում է, 5 րոպե ընդհատվում է, մի րոպե լսվում է եւ այլն։ Այդ ոլորտը հնարավոր է կարգի բերել։ Գիտեք ինչ, այդ ոլորտում ահռելի բարեփոխումներ են տեղի ունեցել, բայց պետք է մենք էլ արձանագրենք,
որ այն ծառայությունը, որի իմաստը այն է, որ մարդու չկատարած պարտավորությունները կատարելուն հարկադրի, այդ ծառայության շուրջ, այսինքն դա բանի Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը չի, որի շուրջ, ասենք, տենց լինի գոհունակության մթնոլորտ։ Հասկանում եք, ինքը այդ ծառայության ամբողջ իմաստն է, որ ինքը դատական ակտը կատարի, նախկինում կոչվում էր դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, դրա համար մի քիչ պոզիտիվ ավելացնելու համար հարկադիր բառը դուրս է բերվել, որ դատական, այսինքն ոչ մեկիս հաճելի չի, երբ որ մեզ ասում են, գիտես ինչ, դու այստեղ պարտք ունես եւ հիմա մենք, քանի որ կամավոր այդ պարտքի պարտքը չես փակում, հիմա մենք այս գործողություններ ենք անում, քեզ հարկադրելու իմ մասին եմ հիմա ես խոսում եմ, անկարծ, որ դու այդ քո պարտավորությունը կատարես։ Դա հնարավոր չի, որ այդ ծառայության շուրջ լինի տենց պոզիտիվ բան մթնոլորտ, որովհետև բոլորն էլ ցանկացած մեզնից որևէ մեկի համար տհաճ է, հիմա հա կարող է մեկը օբյեկտիվորեն մոռացել է, մեկը այլ ձև է, բայց մեկը դա տհաճ փոխգործակցություն է, այնպես որ հույս ունենալ, որ գալու է մի օր, որ երբ որ ԴՀԿ-ի հետ գործ ունեցողները ասեն ժպիտով գալու են եւ բաներ են անելու, ծաղիկներ են նետելու ԴՀԿ ծառայության նկատմամբ, եթե այդպես վարվեն, այդպես կվարվեն նրանք, ովքեր իրանց պարտքը հետ են ստանում, բայց նրանք էլ չեն անի տենց, նրանք էլ դժգոհ են, թե ինչի այս պարտքը պետք է 3 տարի առաջ բերված լիներ, եւ հիմա այսքան տարիներ մեզ քաշքշեցին այս արին եւ նոր մի կերպ պարտքը տվին, բայց ամեն դեպքում ես ձեր ասած կոնկրետության մեջ չեմ մտնի, բայց հիմա հանձնարարում եմ արդարադատության նախարարությունը լսեց, ավելի կոնկրետ հասկանա թե ինչ process-ներ նկատի ունեք, որպեսզի եթե այդտեղ լրացուցիչ բարեփոխելու բան անենք դա։ Ինչ վերաբերում է Եվրամիության հետ կապված, ես ախր տասնյակ անգամներով եմ դրա մասին խոսել։ Ես ասել եմ, որ ուղղակի Եվրոպական միությանը անդամագրվելու ձևական հայտ ներկայացնելը, այդ հայտը ներկայացված է Հայաստանի Հանրապետությունում ընդունված օրենքով։ Երկիրը միջև չհամապատասխանի Եվրոպական միության ստանդարտներին, այդ երկիրը չի կարող Եվրամիության անդամ դառնալ։ Այսինքն ինչի համար ենք անիմաստ աղմուկ բարձրացնում։ Մենք հիմա ընդհակառակ ուզում ենք կենտրոնանանք բարեփոխումների օրակարգի վրա, որ մեր երկիրը անկեղծորեն, լիարժեքորեն իրականում համապատասխանի ստանդարտներին։ Տաս րոպե չի մնացել, 7 րոպե 30, 29, 20։ Ես նախապանքավանոց չեմ հասցնելու իմ հարցը տամ։ Պարոն Փաշինյան, նկատելի է, երբ լրագրողներից մեկը կամ մյուս գործընկերները հարց են տալիս, դուք պարբերաբար փորձում եք իրենց կապել ինչ-որ ուժերի հետ, կարծես լրագրողները չեն կարող հարցադրումներ անել, մտահոգիչ հարցեր տալ, իրենց մտահոգող, վերջո բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք եւ ցանկացած հարց նաեւ բխում է մեր սրտից։ Տեսեք, նախորդ անգամ, երբ ես ձեզ հարցրի 300,000 ադրբեջանցիների վերադարձի հետ կապված, դուք բավականին զայրացաք եւ ինձ էլ որպես կարգեցիք, որպես Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ, բայց այդ հարցը հենց այնպես չէր առաջացել։ Ես հիշում եմ, երբ դուք հայտարարեցիք, որ ազգային ժողովի ամբիոնից հայտարարեցիք, որ Շուշին 90 եւ ավելի տոկոսով ադրբեջանցիներով վերաբնակեցված Շուշի քաղաքը իր այդ կարգավիճակով հայկական է, նման հարցադրում էի կարել, ես ձեզ հետագայում հարցրեցի եռաբլուրում Շուշին հայկական է թե ադրբեջանական, դուք կրկին զայրացաք, որ հայտարարեցիք, որ դուք նման բան չեք ասել, բայց կարճ ժամանակ անց դուք Արցախը ամբողջությամբ ճանաչեցիք Ադրբեջանի տարածքային ամբողջականություն։ Ավելին 21 թվականի ընտրություններից առաջ ձեր նախընտրական ծրագրի մեջ էր մտնում Շուշի եւ Հադրութի դեօկուպացիան, նաեւ խոստումներ եք տալիս արցախցիներին կարգավիճակի հետ կապված, սակայն այսօր ունենք այն փաստը, որ առհասարակ ասում եք, որ թող իրենց գտնեն այստեղ Հայաստանի Հանրապետությունում, իհարկե շատ լավ բան եք ասում, բայց առնվազն այդ հարցադրումները, որ ես անում եմ, գալիս են նաեւ նախկինի ձեր հայտարարություններից, քանի որ դուք ասել եք մի բան, արել եք բոլորովին այլ բան։ Եվ
Հարցը այն էր, որ ինչու եք ասում մի բան եւ անում բոլորովին այլ բան։ Դա կոմպետենտության պակասի հետևանք է, թե ուղղակի դուք ժամանակ առ ժամանակ ձեր քաղաքականությունը փոխում եք եւ մի հարց էլ, պարոն Փաշինյան, դուք վերջերս Սյունիքում էկոպարեկային ծառայության ինչն է, Սյունիքի էկոպարեկային ծառայության բացման արարողություններ Դուք ինչպես եք առհասարակ այդ կառույցը գնահատում, վերջին տարիներին դուք տեղյակ եք ինչ է կատարվել այդ կառույցի շուրջ, օրինակ Սյունիքի էկոպարեկները թմրանյութ են բերել դեպի Երևան, ինչի հետ կապված նաև քրեական վարույթներ կան հակակոռուպցիոն կոմիտեում, էկոպարեկային ծառայության պետը բռնվել է կեղծ համարանիշերով մեքենա վարելիս եւ զրկվել վարորդական իրավունքից, այս հարցադրումները ինչու եմ անում, քանի որ դուք էթիկայի կանոնագիրք եք մշակել եւ պետական պաշտոնյաներին ըստ էության հարիչ պահվածք չէ դա ու այդպես էլ չդատապարտվեց էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, ավելի նա հետագայում ԿՊ-ում ավելի բարձր պաշտոններ ստացավ։ Շնորհակալ եմ։ Հիմա գիտեք, այդ էլի ուզում եմ ասել, որ տեսեք ասում եք թմրանյութ բերեցին եւ այլն։ Հիմա այստեղ երկու տարբերակ կա, որ դուք դա իմանաք։ Մեկը որ դուք այդ գործի մեջ եք, երկրորդը որ իրավապահներն են ձեզ ինֆորմացիա տվել։ Այսինքն ավարտեք ձեր հարցը։ Դե մի րոպե, ավարտեցիք ձեր հարցը։ Ասում եմ, այդ մենք ենք բացահայտում այդ դեպքերը, դուք գալիս եք ասում եք, ասես լուրջ դեմքով կանգնում եք, կողքից տպավորություն է, թե դուք կամ որևէ ուրիշ մեկը բացահայտել է այդ դեպքերը, եւ հիմա դուք եկել եք ասում եք, որ բա ինչի պետությունը չի բացահայտել այդ դեպքը, որ ստիպված մենք խեղճ ու կրակ լրագրողներս գնում ենք չարչարվում ենք եւ այդ դեպքերը բացահայտում ենք։ Դուք այդ դեպքերի մասին որտեղից գիտեք, հարգելի լրագրող եւ հարգելի լրագրողներ։ Դուք այդ դեպքերի մասին գիտեք միայն այն փաստի բերումով, որ Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտները բացահայտել են, դուք եք զրկել որևէ մեկին վարորդական իրավունքից։ Դուք որևէ մեկին վարորդական իրավունքից զրկել եք, իհարկե ոչ։ Ո՞վ է զրկել վարորդական իրավունքից։ Վարորդական իրավունքից զրկել է Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը ինստիտուտ է ստեղծել, որ այդ բոլոր հարցերով, բոլոր անբարեխիղճ պաշտոնյաներին եւ ոչ պաշտոնյաներին բացահայտի եւ քննություն վարի, նրանք ովքեր մեղավոր են արժանանան պատժի, նրանք ովքեր մեղավոր չեն չարժանանան պատժի եւ մարդը համարվում է անմեղ, միջև նրա նկատմամբ չկա դատավճիռ։ Հիմա դուք որտեղից եք իմանում դա։ Որտեղից եք իմանում։ Իրավապահ մարմիններից կա ինֆորմացիայի ապօրինի արտահոսք։ Ես չգիտեմ ինչ վճարվում են կամ ինչ հարաբերությունների բերումով այդ արտահոսքը տեղի ունենում, բայց դուք եկեք արձանագրեք, որ դուք ինչ որ ասում եք, դուք մեզ ներկայացնում եք մեր աշխատանքի արդյունքները, փորձ անելով դա օգտագործել, դա մենք ենք անում, մենք, որ զրկում ենք վարորդական իրավունքից պաշտոնյային, որ թմրանյութի տեղափոխում բացահայտում ենք, մենք ենք անում դա։ Ուրիշ մեկը չի անում ի հեճուկս մեզ։ Մենք ենք անում ի հեճուկս ուրիշների։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Երկրորդ հարցը, որ ասում եք լրագրողները այնպես է անում, որ իրավունք չունեն հարց տան։ Կներեք, ես չգիտեմ Հայաստանի Հանրապետության պատմության կամ Հայաստանի հազարամյա պատմության շրջանում մի եւս այդպիսի ժամանակաշրջան, որ Հայաստանի Հանրապետության լրագրողները այսքան եւ այսքան անկաշկանդ եւ շարունակաբար հարց են տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ ընդհանրապես պաշտոնյաներին։ Չկա այդպիսի, այսինքն բա եթե ես կներեք, իսկ կարողա դուք այսինքն ես եմ կազմակերպում այս բրիֆինգները, թե դուք, այսինքն ես եմ գալիս, կարող է ինչ որ ըտեղել։ Ես եմ չէ գալիս, որ ձեր հարցերին պատասխանեմ։ Իսկ եթե ես չեմ ուզում, եթե ես չուզենամ դուք հարց տաք, չեմ գա ստեղ, ժողովուրդ ջան։ Եվ որ չգամ ստեղ ոնց եք հարց տալու։ Իսկ չեմ գա եւ հարց չեք տա։ Իսկ ես գալիս եմ եւ որ ձեզ հարց տալու հնարավորություն ստեղծեմ ձեզ համար, բայց դա չի նշանակում, որ ամենայն հարգանքով
հնչած բոլոր հարցերը կոռեկտ են, հնչած բոլոր հարցերը գրագետ են, հնչած բոլոր հարցերի մեջբերված բոլոր տեղեկությունները ճիշտ են, չնայած հակառակն էլ չի նշանակում։ Սա չի նշանակում, որ հակառակը նայել կա։ Նույնն էլ կարող ենք ասել իմ պատասխանների մասին, որ երբեմն էմոցիոնալ է ստացվում, երբեմն կարող եմ մի տվյալ սխալ հիշեմ, հետո պարզվի, որ բան չի 36% չէ, այլ 31% է կամ 42 կամ 20-ին, բայց դա սովորական աշխատանք է։ Ինչ վերաբերում է ձեր ասած առաջին հարցին, Ղարաբաղի, Շուշի 2020 թվականից ձեզ այդ հարցերին տասնյակ անգամներով, եթե ոչ հարյուրավոր, ազգային ժողովում, ասուլիսներում, ելույթներում, ուղերձներում տասնյակ անգամներով պատասխանել եմ։ Ձեր հարցի մեջ նոր էլեմենտ չկա, որպեսզի ես նոր պատասխան տամ, եթե դուք պատասխանի կարիք ունեք, խնդրում եմ նախորդող շրջանում ուղերձներ եմ ունեցել, ելույթներ եմ, ընդ որում ժամերով ելույթներ։ Ես քննիչ հանձնաժողովում 5 ժամ ելույթ եմ ունեցել, ազգային ժողովում ժամերով ելույթ եմ ունեցել, տասնյակ եւ հարյուրավոր հարցերի եմ պատասխանել։ Նույն հարցը ունի նույն պատասխանը։ Եթե հարցի մեջ նոր էլեմենտ լինի կամ ես նոր տեղեկատվություն ունենամ կիսելու ձեզ հետ, անպայման կանեմ դա։ Շնորհակալ եմ։